Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում ներկայացրել է 2024 թվականի բյուջեի կատարողականը, ամփոփել կառավարման 7 տարին։ Նրա խոսքով 2024-ի արդյունքով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները գրեթե կրկնապատկվել են, ավելացել 1.3 տրիլիոն դրամով։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի Հանրապետությունը 21.8% փայաբաժին ունի։ Նշել է նաև, թե ինչպես են ծախսվել գումարները։ 2018 թվականից ի վեր 233 միլիարդ դրամ միայն հավելյալ տվել ենք կենսաթոշակների ավելացմանը։ 2018 թվականից ի վեր ավելի քան կրկնապատկել ենք նվազագույն թոշակը։ 5 անգամ կենսաթոշակները բարձրացնելու որոշում ենք կայացրել։ Միջին կենսաթոշակի չափը ավելացել է 22.3%-ով։ 2018 թվականից ի վեր լրացուցիչ 61 միլիարդ դրամ էլ հատկացվել է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի ծրագրին, 31.4 միլիարդ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ ծնված երեխաներին։ 99 միլիարդ դրամը տրամադրել են 300 դպրոց ծրագրի իրականացման համար, որով դպրոցական ենթակառուցվածք կստեղծվի, կհիմնանորոգվի կամ կնորոգվի 63,400 դպրոցականների համար։ Նախորդող 7 տարիների համեմատ 2018-24 թվականներին հավելյալ 242 միլիարդ դրամ էլ տրամադրվել է ճանապարհների կառուցման համար եւ նախորդող 7 տարիների համեմատությամբ կառուցվել, հիմնանորոգվել եւ նորոգվել է 2000 կիլոմետր հավելյալ ճանապարհ։ 2018 թվականից ի վեր սուբվենցիաների ընդհանուր փաթեթը կազմել է 225 միլիարդ դրամ։ Հանրապետության տարբեր բնակավայրեր նախորդ օրերին ձնառատ էին, առաջիկայում էլ օդերևութաբանները ձյան տեղումներ են խոստանում։ Այս տեղումները միայն բարենպաստ են ազդում եւ ջրային ռեսուրսների վրա եւ գյուղատնտեսության վրա եւ բարեբախտաբար այս տարի այն բացառիկ տարիներից մեկն էր, որ հանրապետության հովտային եւ նախալեռնային գոտիներում մենք վեգետացիայի ընթացքում բացասական ջերմաստիճաններ չգրանցեցինք եւ այս process-ի արդյունքում էլ ըստ կանխատեսումների պետք է որ բացասական ջերմաստիճաններ չլինեն, այսինքն որտեղ առկա է պտղատուների ծաղկում ցրտահարություններ չեն սպասվում։ Հանրապետության ավելի քան 80 ջրամբարներից հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը դիտարկումներ անում է 5 խոշորներում, որոնք առավել մեծ ջրատնտեսական նշանակություն ունեն։ Այդ 5 ջրամբարներից 4-ում ապրիլի 14-ի դրությամբ ջրի ծավալն ավելի է, քան նախորդ տարվա նույն օրն է եղել, բայց 5-ի հանրագումարային ծավալն ամեն դեպքում ավելի մեծ է, քան եղել է նախորդ տարի։ 5 ջրամբարներում այսօրվա դրությամբ 658 միլիոն խորանարդ կուտակված ջրածավալ կա, որը 198 միլիոն խորանարդ մետրով ավել է, քան նախորդ տարի նույն օրն է եղել։ Հյուրանոցային կառավարման բիզնեսի զարգացումը կարևոր է երկրի տնտեսական, զբոսաշրջային ու միջազգային վարկանիշի առումով։ Այդ նպատակով Տուրիզմի հայկական ֆեդերացիան Հայաստան է հրավիրել գերմանական ավագ խորհրդատուների ծառայության միջազգային բարձր որակավորում ունեցող փորձագետ Հարթմութ Փրլին մեր հյուրանոցների կառավարիչներին ներկայացնելու եվրոպական առաջավոր փորձն ու համաշխարհային միտումները։ Սա փորձագետի առաջին այցն է Հայաստան, ասում է ընկերասեր, ջերմ ու հյուրընկալ մարդիկ են հայերը։ Մինչև այստեղ գալու ուսումնասիրել է Հայաստանի հյուրանոցային համակարգն ու շուկայի առանձնահատկությունները։ Հայաստանը մրցունակ է հյուրանոցային ոլորտում, նաև տարածաշրջանից դուրս։ Իհարկե այդ առաջընթացի հետ մեկտեղ կան լուրջ մարտահրավերներ, հետևաբար սովորելու եւ զարգանալու տեղ միշտ կա, ասում են ոլորտի կառավարիչները։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքի եւ հարկային օրենսգրքի տարեսկզբից ուժի մեջ մտած նոր կարգավորումներն ուղղված են ոլորտի զարգացմանը, ինչ գործիքներ են ներդրվելու պետական աջակցությամբ, ում նկատմամբ են կիրառվելու հարկային արտոնությունները եւ նոր կարգավորումներն արդյոք լուծում են ոլորտի առջեւ ծառացած մարտահրավերները։ Հարցերի լայն շրջանակ է քննարկվել պետական եւ մասնավոր կառույցների ներկայացուցիչների համատեղ հանդիպմանը։ Նոր կարգավորումները վերաբերում են աշխատանքային միգրանտներին, առաջին անգամ ոլորտ մուտք գործող մասնագետներին, կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը։ Եկամտահարկի 60%-ի վերադարձ է նախատեսված այն ընկերությունների համար, որոնք կներգրավեն աշխատանքային միգրանտներին եւ սկսնակներին, իսկ վերապատրաստումների համար նախատեսված է եկամտահարկի 50%-ի վերադարձ։ Արտոնություններ կան գիտահետազոտական աշխատանքների իրականացնողների համար։ Արտոնություններից օգտվելու համար ընկերությունները պետք է չունենան հարկային պարտավորություններ, պետք է համապատասխանեն կառավարության հաստատած դասակարգիչների ցանկին։
Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ նվազել է 0.1%-ով, կազմելով բարելի դիմաց $64.86։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ բարձրացել է 0.1%-ով, կազմելով բարելի դիմաց $61.58։ Ոսկու միջազգային գինն աճել է 0.1%-ով եւ 1 ունցիայի դիմաց կազմել $3227։ Բիթքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ բարձրացել է 1.6%-ով եւ կազմել մեկ հատի համար $85868։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ ապրիլի 15-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 390 դրամ 68 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 443 դրամ 11 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 75 լումա։